ընտրություններից հետո ես կմեկնեմ նորից եւ հանդիպում կունենանք եւ բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ պայմանավորվել է, ընտրությունից հետո կգնա Մոսկվա։ Ընտրությունն անցավ, բայց հանդիպում այդպես էլ չկայացավ։ Պետք է հրավեր լինի, որ գնամ, երբ որ հրավեր կլինի, կգնամ։ Այսինքն չեմ մերժի հրավերը, դա հաստատ։ Այո, չի մերժի, բայց կետա չեմ տա։ Ընթացիկ հարցերին լուծումներ չտրվեցին, Վլադիմիր Պուտինի կողմից հրավեր չեղավ։ Փաշինյանին անգամ շնորհավորանք չեղավ Հյուսիսից։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինի հետ հանդիպումն էլ ոչինչ չփոխեց։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու։ Փչացած բիբարի գումարը տվող Փաշինյանի խոստումը, սակայն, հեռու է իրականությունից։ Արտահանումը չավելացավ, տնտեսական իրավիճակն այնքան սրվեց, որ արձակուրդում գտնվող Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ շտապեց զանգահարել Ռուսաստանի Դաշնության նախագահին ու ընտրությունից հետո առաջին անգամ զրուցել նրա հետ։ Всегда есть о чем поговорить. Հեռախոսազրույցի բովանդակությունը հայկական եւ ռուսական կողմի հաղորդագրություններում տարբեր շեշտադրումներ ունեն։ Ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, Փաշինյանը Պուտինին ասել է, որ հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, ապա խնդրել միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Մինչդեռ տևական ժամանակ Հայաստանի իշխանությունը վստահեցնում էր, Ռուսաստանի շուկային այլընտրանք են գտել, եվրոպական շուկաներն են արտահանվում հայկական ապրանքները։ Ուրեմն ինչու է Փաշինյանը Պուտինին խնդրում վերացնել սահմանափակումները, կամ ինչու է Փաշինյանը հիշել ԵԱՏՄ-ի կարգավորումների մասին, երբ շաբաթներ առաջ կասկածի տակ էր դնում այդ կառույցի գործունեությունն ընդհանրապես։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ Ռուսական կողմի հաղորդագրության տարբերակն ավելի հակիրճ էր։ Ոչ մի խոսք Հայաստանից ապրանքների արտահանման արգելքը վերացնելու մասին։ Պուտինը հստակ ընդգծել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն կա։ Ռուսաստանը երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, մեկ այլ անգամ հետ չի կանգնում ընտրությունից առաջ Պուտին-Փաշինյան հանդիպմանը ներկայացրած իր пահանջներից։ Должно быть очевидно, должно быть по-честному заранее, что называется, на берегу сказано, нахождение в таможенном союзе с Евросоюзом и с Евразес невозможно. Это просто невозможно по определению. И вопрос даже не в политике, вопрос чисто экономического характера. Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն էլ այսօր է վերահաստատել, հանրաքվեի պետք է գնա Հայաստանը։ Դա շատ կարևոր է, բայց ըստ նրա դրա կոնկրետ ժամկետներ հեռախոսազրույցում չեն հստակեցվել։ Հիշեցնենք, ԵԱՏՄ ղեկավարների հայտարարությունում էլ նշվում էր, Հայաստանին մինչև տարեվերջ հանրաքվե անցկացնելու ժամկետ է տրված։ Подчеркнута необходимость скорейшего проведения такого референдума. Это очень важно. Պուտինի հեռախոսազրույցի փակագծերը բացեց Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը։ Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի։ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել միլիարդավոր վնասները։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել Եվրամիության ղեկավարությանը Հայաստանից եկող ապրանքների համար իրենց շուկաները բացելու անպատրաստության մասին՝ ի վնաս ազգային արտադրողների, ասված է ծառայության հաղորդագրության մեջ։ Արդյոք եվրոպական երկրների շուկաները մեր ապրանքների համար անպատրաստ լինելն է Փաշինյանին ստիպել դիմել Ռուսաստանին։ Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով ռուսական սահմանափակումները դեռ ծաղիկներն են։ Առաջիկայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծվել Հայաստանի համար։ Պահանջները հստակ են, որ այդ կողմնորոշման հարցը լուծեք։ Այդ կողմնորոշման ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ հարցերը կարող են ընդհանրապես առաջ չգալ։ Այդ ամեն ինչը տեղի է ունենում այն պարագայում, երբ որ քո տնտեսությունը, քո ողնաշարը գտնվում է ցավոք սրտի, ես չեմ ուրախանում դրանից։ Ցավոք սրտի։ Էներգետիկ առումով մասնավորապես ողնաշարը գտնվում է մի երկրի ձեռքում ու այս պարագայում, երբ որ սուր հակամարտություն է ընթանում նրանց մեջ, դու մտնում ես բզբզում ես։
Պուտինի հետ չստացված զրույցի ապացույց կարելի է համարել նաև այն, որ այդ հեռախոսազրույցից ժամեր անց ռուսական կողմից հերթական մեսիջ է եղավ, ինչը վկայում է Փաշինյանի խնդրանքը չի ընդունվել։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր տեսչական մարմինը հայտնեց, կանխվել է հայկական 39,000 վարդերի Բելարուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը, եւ ծաղիկի ամբողջ խմբականակը ոչնչացվել է։ Եթե 90%-ով մի տեղից է կախված, մի օր կարող է արտանան տրամադրությունները լավ չլինի։ Վերջ ավարտվեց ամեն ինչ։ Տրամադրություններն այո փոխվել են Ռուսաստանում Հայաստանի հանդեպ, փոխարենը Ադրբեջանի հետ Ռուսաստանը չի շտապում հարաբերությունները սրել, դրանք դինամիկ են զարգանում։ Այսօր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության Պուտինն ու Ալիևը հաստատել են կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը, առանձնակի կարևորելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթն ու գործնական շփումների աշխուժացումը։